խնդրելու ենք ներկայանալ նախ սկզբում, հետո ձեր արդեն բողոքը ներկայացնեք, ինչի կապակցությամբ։ Անունս Թովմաս Օրդանյանն է։ Մենք համագործակցում ենք Օլիմպիավանի հետ, ես բասկետբոլի մարզիչ եմ եւ խնդրում եմ, որ մեր Օլիմպիավանը բացեն, մեր լավ բալիկներ, որ sense պատերի տակ նստած են սպասում են, որ երբ պիտի զալը բացվի, որ մի րոպե շուտ պարապեն, այդ հնարավորությունը չունենք։ Պարոն Օրդանյան, փաստացի մեր Հայաստանի սուպեր գավաթակիրն է նաև մատնվել պարապուրդի, բասկետբոլիստները չեն մարզում, ինչ խնդիրներ են ընդհանուր առմամբ գլոբալ առաջ գալիս։ Գլոբալ առաջ են գալի, որ ներկայիս պահին մենք միջազգային մրցումներ ենք անցկացնում ներկայապահին բասկետբոլի առումով, որը որ մեր Հայաստանի հավաքականի 16 տարեկանների տղաներին, որը որ մնում էին Օլիմպիավանի սպորտ բազայում, որը որ պայմանները շատ միջազգային համապատասխանա եւ շուտ առավոտ շուտ գալ երեխաներին դուդը թակել, ասեն 5 րոպեից չենք ազատեք, մի քիչ չեմ տեսնում դա ճիշտ։ Քանզի սա մեր Հայաստանի անունն է, մեր դրոշի անունն է ու չմոռանանք, որ սպորտսմեններ են, դա լինում է բարեհոգեբանական ճնշում։ Երկու խաղ շատ լավ խաղացին, երրորդ խաղը այդ դեպքից հետո ես դաշտում նստած նայելուց եմ եղել, թիմը вообще ուրիշ ձև էր խաղում, որը որ դիմացի թիմը Մալտան էր, թույլ թիմ էր, բայց տղաները շատ վատ են խաղում ու ես մտածում եմ, որ դա տղաների վրա են ազդել այդ առավոտյան իրանց շուրջ արտանալը գրաֆիկից սաղ զրկվելը, տեղափոխվելը ստեղից, մի խոսքով, մի քիչ սպորտին մեծ վնաս է սա, որտեվ մեծ կոմպլեքս է, ներկայի պահին բասկետբոլը մենակ 200 հատ բալիկ է ստեղ պարապում։ Դուք պատկերացնում եք 200 երեխուն այսօր ասել ենք նստեք տուներ շոկ օրերին եւ մի մարզվեք, բայց սպորտսմենը, պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է ամեն օր մարզվի ու ճիշտ մարզվի, նորմալ պրոֆեսիոնալ դաշտերում, եթե հնարավորինս կա։ Իսկ մենք ունենք դա, այսօր փակ է, բոլորը անգործության են, մեկը ես նորմալ աշխատում իմ սաներիս հետ, այսօր մենք էլ մեր խնդիրներն ունենք, մենք էլ մեր պրոբլեմներ ունենք, չեմ ուզում տեն շատ բարձրաձայնեմ իմ պրոբլեմների կամ մյուսի պրոբլեմ, բայց եկեք մի հատ հասկանանք, որ սա սպորտ է։ Ու սպորտը շատ կարևոր է, մեր առողջ ապրելակերպն է, մեր բալիկները մենք բոլորս ամեն տեղ ասում ենք, որ մանկապատանեկանից պիտի սկսեն բալիկներս պարապել սպորտով, որ իրանց ադորյան լինի ամենալավ առողջ վիճակը։ Բայց այսօր մենք դուրս է գալի, որ Օլիմպիավանի նման կոմպլեքսը փակում ենք եւ բալիկներին ասում ենք գնացեք տունը նստեք կամ իջեք շոկին հայատները կամ չգիտեմ։ Ամենայն դեպս ես շատ վատ եմ զգում, որ սպորտին անդրադառնում է այս ամեն ինչը, ցավում եմ ամեն ինչի համար։ Ես կուզեի, որ գլխավոր, այսպես ասած, պահանջը ձևակերպել, հա, ինչի համար եք հավաքել եւ ինչ եք պահանջում ի վերջո։ Պահանջում ենք եւ խնդրում ենք, որ Օլիմպիավանը բացեն, բոլոր մարզիչներովս մտնենք, ադմինիստրացիան մտնի, սկսենք մեր հուն աշխատանքային գրաֆիկով պարապելը, որը մենք բալիկներն գան պարապեն, մարզվեն։ Բուն թեմային, հա, բուն խնդիր, ինչից է սա ինչ առաջացել։ Ինձ թվում է նայեք, գիտեք ոնց։ Բոլոր մարզիկներս է պրոֆեսիոնալ եւ դասական մարզիչներս կամ եկեք պոլիտիկան չխաղենք սպորտի հետ, բայց եթե պոլիտիկան ուզում է սպորտին խանգարի, արդեն փաստորեն խանգարել։ հա, խանգարել է։ Ես կուզենամ, որ անկես մեր Օլիմպիավանը բացեն եւ ամենավերջում եք ասեմ Գագիկ Ծառուկյանին ազատություն լինի, քանի որ 17 թվին այս կառույցը պարոն Գագիկ Ծառուկյանին շնորհիվ է բացվել, որ ես 94 թվից մարզիկ եմ եղել, իմ կյանքի մեջ չի եղել Հայաստանի Հանրապետությունում եւ 17 թվին մտել եմ այս դաշտ, իմ համար սա բում է եղել։ Այսօր միջազգային որ մարզիկն է գալիս է, տարածաշրջանում իր համար սա շատ լավ կոմպլեքս է, մարզվելու, ապրելու, սնվելու, մարզվելու, բոլոր պայմանները ստեղ կան։ Ու sense կոմպլեքսը փակել ու ասել սա պոլիտիկա է, չեմ ընդունում։ Վերջում մի հատ էլ ներկայացեք ձեր անունազգանունը։ Թովմաս Օրդանյան։ Օրդանյան։ Այո։